Բարև ձեզ։ Հանրային կարծիք թեմայի շրջանակում մենք այսօր կանդրադառնանք երիտասարդներին։ Ինչպես, ինչ ձևերով են երիտասարդներն ու նրանց պահանջմունքներն ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա մի կողմից, մյուս կողմից ինչ է պարտադրում հանրային կարծիքն այսօր երիտասարդներին, կյանքի նորմերից մինչև անհատական կարողությունների դրսևորման ձևեր։ Թեմայի քննարկման համար այսօր տաղավար ենք հրավիրել մշակութաբան Լևոն Մարգարյանին եւ արևելագետ Արայիկ Հարությունյանին։ Բարև ձեզ։ Ընդունված կարծիք կա, որ երիտասարդներն ամենահաճախը հակադրվում են հենց հանրային կարծիքին։ Ինչու ձեր կարծիքով, եթե դա իսկապես այդպես է։ Ես սկսեմ, հանրային կարծիքի հետ կապված այսպես այդ ասպեկտը շատ ճիշտ նկատեցիք, որ ընդունված կարծրատիպ կա, որ հանրային կարծիքին հենց երիտասարդությունը հակադրվում, բայց որպեսզի հասկանանք մանավանդ այս վերջին հայաստանյան քննարկումների կոնտեքստում, թե ինչ նկատի ունենք հանրային կարծիք ասելով, մի քիչ պիտի այդ հասկացության մասին խոսենք, էլի։ Ձեր ասած ասպեկտով հանրային կարծիք նկատի ունենք այդ ավանդական մշակույթը, որը շատ դեպքերում երիտասարդությանը ճնշում է ու դնում է ինչ-որ սահմանափակումների մեջ ու երիտասարդության մոտ կարող է առաջանալ ըմբոստություն, բայց հիմա արդեն վերջին մի քանի տարիների ընթացքում հատկապես որ քաղաքացիական ակտիվության տենդենսներ են նկատվում մանավանդ երիտասարդության շրջանում, հանրային կարծիքը այս իմաստով կարող է իր բովանդակությունը փոխել, այսինքն հանրային կարծիքը դառնում նաև այն կարծիքը, որ ձևավորում են երիտասարդները ու ձևավորում են հանրային միջավայրում, հանրային հարթակներում։ Դրա համար ինքը հանրությունը, հանրայինը շատ դժվար են սահմանվում, դրանք մի դեպքում կարող են լինել այդ ավանդական մշակութային կարծրատիպերը, որոնք կարող են սահմանափակել երիտասարդներին կամ ընդհանրապես որոշել այդ պահի այդ հանրության, այդ հասարակության մշակույթը, բայց միաժամանակ դրանք կարող են լինել հակառակը, այսինքն այդ հանրային կարծիքի միջոցով դու կարողանաս փոխել այդ քո միջավայրը, քո մշակույթը։ Դրա համար մի կողմից, այսինքն մենք ունենք խնդիր հասկանալու, թե ինչ է ընդհանրապես հանրային կարծիքը, ու երկրորդ, թե այս պահին, երբ որ խոսում ենք Հայաստանում հանրային կարծիքի մասին, կոնկրետ ինչ նկատի ունենք։ Իմ դիտարկումներով, հատկապես հիմա հանրային կարծիքի դիսկուրսը Հայաստանում այսօր կառուցված է ավելի շատ հենց այս երկրորդի վրա, այսինքն այդ Հայաստանի վերջին տարիների սոցիալ-քաղաքական փոփոխությունները, հատկապես երիտասարդական, քաղաքացիական, սոցիալական շարժումները, որոնց կոնտեքստում էլ, որոնց քննարկումներում էլ շատ է սկսվել խոսվել հանրային կարծիքի մասին։ Ու կարծում եմ, այս իմաստով ավելի լավ կլինի, որպեսզի առանց հանրային կարծիք ասելուց ու այդ մասին խոսելուց հատկապես փորձենք քննարկել կիրառական մասով այդ ամեն ինչը այդ վերջի տարիների փոփոխությունների ու ակտիվությունների կոնտեքստում։ Համատեքստում միգուցե կփորձենք քննարկել, բայց չմոռանանք, որ հանրային կարծիքը իր հիմնական այսպես կողմը հանրային կարծիքի, որ դա պարզապես կյանքի նորմեր, նրանք կյանքի կեցության նորմեր են, նաև որոնք բնականաբար պիտի ազդեն երիտասարդների վրա, եւ այդ կյանքի նորմերը նաև ձևավորում են որոշակի աշխարհայացք։ Ի վերջո, երբ դուք նշում եք, որ վերջին շրջանում ակտիվացել է հանրային կարծիքի մյուս ընկալումը, ավելի քաղաքացիական կարծիք որպես, լավատես չեք։ Այս առումով նաև վերադառնալով երիտասարդության եւ հանրային կարծիքի վրա նրանց ազդեցության ու նրանց վրա հանրային կարծիքի ազդեցության հարցին պետք է նաև այստեղ մեթոդաբանության խնդիր կա, ինչ է ասել երիտասարդություն։ Մենք նաև սա պետք է սահմանենք, որովհետև արդյոք դա միայն տարիքով սահմանափակված այդ ժամկետներն են, թե դա աշխարհընկալման հետ կապված խնդիրներ են, ինչ աշխարհընկալման փուլեր է անցնում մեր երիտասարդությունը, ինչպես են կարծրատիպերը ազդում դրա վրա։ Ու այս ամեն ինչը այդպես փոխկապակցված է, այստեղ լուրջ ուսումնասիրության խնդիր կա, ես փորձեցի հաղորդմանը գալուց առաջ այդպես ուսումնասիրել եւ տեսա, որ բավականին պարարտ հող է եւ այստեղ անելիք անպայման կա։ Այս կոնտեքստը ուսումնասիրելիս նաեւ պետք է հասկանանք, թե տարբեր ինստիտուտներ ինչ կերպ են ազդում երիտասարդության վրա եւ միջնորդավորված ինչպես է երիտասարդությունը ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա, այսպես մի փուլ է, որը պետք է բացել եւ ուրեմն ուսումնասիրել։ Սովորաբար երիտասարդություն, որը ասվում է, առաջինը հասկացվում է ուսանողությունը։
Չնայած ինչպես նշեցիք իրավացիորեն, նույնիսկ տարիքային իմաստով այսօր աշխարհում դժվար են կողմնորոշվում, որ տարիքային խումբն է, ինչպես է սահմանվում երիտասարդության տարիքը, բայց ուսանողությունը հաստատ կարծես թե աներկբա մտնում է այդ խմբի մեջ։ Եթե այս տեսանկյունից նայենք, ապա այսօր շատ տարածված կարծիք կա, որ երիտասարդները ավելի ավանդական պահպանողական հայացքներ ունեն, քան իրենց ծնողները նույնիսկ։ Երբ է ստացվում, որ կարծես երիտասարդությունը հակադրվում է իր օրինաչափ զարգացմանը, հակառակը նա պիտի ավելի շատ կարծրատիպերը կոտրող լինի, բայց երիտասարդների մի ստվար զանգված կա, որ ավելի կարծրատիպային մտածողություն ունի այսօր, քան ավագ սերունդը իր։ Այդ ես չէի ասի թե այդպես է, որ ավելի կարծրատիպային մտածելակերպ ունի, բայց շատ էլ հեռու չի գնացել իր ծնողից։ Դա գալիս է առաջին հերթին ընտանիքի որպես ինստիտուտի զարգացման խնդիրներից, դպրոցից։ Ես օրինակ իմ ուսանողների օրինակով կտեսնեմ, որ մեծագույն խնդիրներ եմ ես ունենում դասավանդման առաջին տարիներին, երբ որ ուսանողի հետ շփվում ես, որովհետև նրանք այդպես դպրոցը ինքը ֆունկցիա ունի, գործառույթ ունի երիտասարդին զարգացնելու, դաստիարակելու որպես քաղաքացի, որպես իր իրավունքներն ու պարտականությունները հասկացող սուբյեկտի, բայց մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը դպրոցում, ընտանիքում չի լուծվում, բավականին բարդ է արդեն նրա հասունացման, կայացման տարիներին այդ կարծրատիպերը կոտրել, դրա համար այս հապաղումը երիտասարդության ու այդ տարիքային խմբի զարգացման մեջ մենք ունենք եւ այս կարծում եմ որ հասարակական լուրջ խնդրեմ է։ Խնդրեմ Լևոն ձեր կարծիքը։ Տեսեք, այսօր Հայաստանի գրեթե բոլոր, այսպես մարզերում կամ համալսարաններ, կա որոշակի քանակությամբ ուսանողություն, ուսանողական կառույցներ կան, ուսխորհուրդներ կան, կա Երևանում հատկապես քանի որ բուհական կյանքը մեծամասամբ կենտրոնացած է Երևանում, կան բազմաթիվ ուսխորհուրդներ, տարբեր երիտասարդական կազմակերպություններ, երիտասարդական հիմնադրամի, այսինքն ֆորմալ առումով մենք պակաս չենք զգում, կարծես ուսանողության, այսպես հանրային կարծիք ձևավորելու միտված մեխանիզմներ ունենալու պակաս չենք զգում։ Դրանք կան, ինստիտուտները կան, բայց վերադառնալով ձեր նշածին, որ չի ստացվում այդ սերունդների այդ համեմատության մեջ այնպես չենք ունենում այնպիսի երիտասարդություն, որը կարծես շատ տարբերվեր, այստեղ խնդիրը հենց նրանում է, որ ֆորմալ առումով իրենք լինելով երիտասարդական կառույցներ շատ դեպքերում ներկայացնում են այն իդեաները, այն մեխանիզմները, որոնք բնորոշ են եղել ավագներին։ Մյուս կամ բնորոշ են կամ բնորոշ են ավելի բարձր ինստիտուտների կատարող ինձ թվում է երկրորդ կարևոր բանը, որի մասին պետք է խոսել, որի մասին ցավոք այդքան շատ չենք խոսում ու դիտարկում ենք միայն դրա մշակութաբանական ասպեկտը, դա Հայաստանի տնտեսական իրավիճակն է, որպեսզի ունենալ այնպիսի երիտասարդություն, որը կարողանա ընտանիքի ձևավորված մշակույթից դուրս փորձի ինչ-որ նոր բան, նոր ասելիք ունենալ, ինքը պիտի ֆինանսապես, տնտեսական միջավայրը իր նպաստի, որ ինքը ունենա այդ հնարավորությունը, ինքը ձևավորի իր անձը առանձին, որպեսզի հետո նոր ասելիք ունենա, բայց քանի որ Հայաստանում կան տնտեսական խնդիրներ անկախության առաջին օրերից սկսած մինչև հիմա, ընտանիքը շարունակում է լինել կենսական ամենակարևոր ինստիտուտը, այսինքն մարդը ընտանիքից դուրս շատ դժվար կարող է հասնել հաջողության։ Եվ եթե մենք փորձում ենք նայել Հայաստանի, չգիտեմ, քաղաքական կյանքը, ընդհանրապես մշակութաբանական հայացք գցել կողքից ու տեսնել թե կոնկրետ որ մարդիկ են հաջողակ դարձել։ Այդ մարդիկ սովորաբար ընտանեկան կամ կլանային, խմբային տեղերից դուրս եկած մարդիկ են։ Այսինքն այստեղ խնդրեմ ոչ միայն մշակութային է, այլ նաև տնտեսական, որովհետև չկա այն բազան, որի վրա երիտասարդությունը ռիսկի գնալով, հա, դեմ դուրս գալով իր ավագներին, իր ընտանիքին կկարողանա հաջողել։ Ինքը նույնիսկ ավելի հետ կգնա, քան կար իր մտածելակերպով ընտանիքի կոնտեքստում։ Իսկ հասարակական քաղաքական պայմաններ ստեղծված չեն այդպիսի դրսևորումների համար ու այն կառույցները, որոնց մասին Լևոնը իրավացիորեն նշեց, դրանք
իհարկե մենք ասում ենք այդ ինստիտուտները կայացած են, դրանց բազմազանությունը կա, բայց դրանք ավելի շատ նման ըմբոստությունը, նման հակադրումը, նման զարգացումը խոչընդոտելու գործիքներ են ավելի շատ, չնայած միտված են զարգացմանը, բայց ավելի շատ խոչընդոտելու գործիքներ են։ Եվ իհարկե տնտեսական առումով այստեղ լուրջ խնդիրներ ունենք ու տնտեսական այդ տնտեսապես ընտանիքներից կախվածությունը էլի այդ խոչընդոտներից մեկն է։ Էս էլ գալիս է ընտանիքի ինստիտուտը, որը էլի իր թերություններն ունի ու խոչընդոտում է երիտասարդի որպես ըմբոստի, իսկ ըմբոստությունը ինքը զարգացման նոր փուլ է ենթադրում։ Այս process-ը դրա համար մեզ մոտ խաթարված է ու բավականին մեծ խնդիրներ կան, թեպետև վերջին տարիների սոցիալական մեդիաների զարգացումը, ինֆորմացիոն դաշտի բաց լինելը նպաստում է, որպեսզի մենք այս փակուղուց դուրս գանք։ Այսինքն ստացվում է, եթե ես փորձեմ ամփոփել ձեր տեսակետը, որպեսզի լինի հանրային կարծիք, ասենք երիտասարդների շրջանում կարծիք լինի, պիտի լինի նախ սուբյեկտիվ կարծիք, անհատի կարծիք պիտի լինի, որպեսզի հետո դա դառնա հանրային։ Այսինքն անհատների կարծիքն է, որ պիտի հանրային դառնա, ոչ թե ընդհանուր ինչ-որ կարծրատիպը, որ վերցված է կամ ուղղակի ժառանգություն է ստանում սերունդը, որպես լինի անհատական կարծիք, պիտի անհատը սուբյեկտը լինի սեփականություն, այսինքն իրավունքի կրող։ Գոնե տնտեսապես, ֆինանսապես անկախ մարդ։ Հայաստանում այսօր այդ խնդիրը ակնհայտորեն լուծված չէ, որովհետև նույնիսկ կրթության ենթադրենք հարցը, որ ավելի կենսական եւ ավելի անձնական խնդիր է, թե ինչ է ուզում դառնալ, չէ, ինչ մասնագետ է ուզում դառնալ այդ տարիքի մարդը, ավելի շատ լուծվում է էլի ընտանիքի կողմից, հետեւաբար նույնիսկ մասնագիտության ընտրությունն է կատարվում ընտանիքի կողմից, ոչ թե այդ երիտասարդի անհատական կարողություններից ելնելով որոշում է կայացնում դա անել։ Եթե այս տեսանկյունից նայենք, դժվար թե ապագայում շատ բան փոխվի, որովհետև սա իսկապես լուրջ խնդիր է եւ նույնիսկ մտածողության փոփոխությունն էլ բավական չէ, թե դրա տակ, ինչպես դուք եք ասում, սոցիալ-տնտեսական, ֆինանսական իրական հնարավորություններ չկան։ Այս իմաստով երիտասարդությունը փակուղում է, օբյեկտիվորեն փակուղում է հայտնվում։ Ես չէի ասի, թե փակուղում է, որովհետև հիմա արդեն հատկապես վերջին տարիներին ձևավորում են խմբեր, որոնք որպես արդեն սուբյեկտ են հանդես գալիս ու հանրային կարծիքի ձևավորման այդպես կարևորագույն գործոններ են դառնում եւ կարծում եմ, որ մենք պարզապես հասարակական զարգացման այս փուլն էլ պետք է անցնենք, որպեսզի այդ սուբյեկտների քանակը եւ որակը ունենանք, այնուհետեւ կարող ենք խոսել նաեւ երիտասարդության որպես արդեն հասարակության լիիրավ սուբյեկտի ձևավորման մասին։ Փակուղու մասին չէի ասի, որ ինձ միշտ հարցնում են, թե ինչպիսին է երիտասարդությունը հիմա, ամեն տարի ես տեսնում եմ, որ այն ուսանողները, որոնք գալիս են համալսարան, նրանք ավելի ուրեմն նպատակաուղղված են, նրանք հստակ արդեն հասկանում են, թե դեպի ուր են շարժվում եւ ինչ խնդիրներ ունեն լուծելու։ Սա տարի այդ զարգացումը տեսնում եմ, թեպետ դանդաղ է դա գնում, բայց այդ զարգացումը կա այնուամենայնիվ։ Եթե ինչ-որ բան ունեք, խնդրեմ։ Դանդաղի այդ կապված մենք ներսում ենք process-ի եւ մեզ թվում է, որ իսկապես դանդաղ ենք գնում առաջ, բայց եթե փորձենք, ասենք, համեմատել այլ օրինակների հետ, թեկուզ նույն այդ շատ արծարծվող 60-ականների երիտասարդական բումի հետ, մենք տեսնենք, որ դրան բերող ճանապարհը այնտեղ էլ շատ երկար էր, այսինքն միանգամից ու շատ հեշտ չի ստացվել։ Փուլեր են եղել, փուլեր են անցել, ու ի տարբերություն Հայաստանի, որտեղ ըստ մեզ չնայած փոփոխությունները բավական դանդաղ են, երբեմն մենք հուսահատվում ենք այդ դանդաղությունից, բայց նույն այդ 60-ականներին բերող ճանապարհը ու դրանից հետո բավական ցավոտ էր սոցիալական առումով, այսինքն ամեն դեպքում ինչքան էլ հայաստանյան հասարակությունը առաջի հայացքից թվա թե բավական ոչ կոմպրոմիսային է, բայց իրականում մեր փոփոխությունները չնայած դանդաղ, բայց ոչ այդքան շատ սոցիալական ցնցումների ու կոնֆլիկտների բերող են ու ինձ թվում է եթե մենք կարողանանք խնդիրը հասկանալ ու նույնիսկ եթե փակուղում ենք դա մեզ շանս է տալիս առավել
շատ կենտրոնանալ այդ խնդրի վրա։ Մենք կարողանանք կոմպրոմիսային ճանապարհներով այդ փոփոխությունը այնպես անցնել, որպեսզի ջրբաժաններ, անջրպետներ չլինեն ու ավագներ, երիտասարդներ այդ հակադրությունը չսրվի ու երիտասարդությունը իր զարգացումը չկառուցի միայն ավագներին հակադրվելու վրա, այլ փորձի ինքը որևէ նոր բան բերել, նոր ասելիք ունենալ։ Ընդհանրապես այ փոփոխությունների մասին շատ է խոսում, որ մեզանում բոլոր տիպի փոփոխությունները շատ դանդաղ են լինում կամ չեն լինում եւ դա պիտի ամենաշատը նյարդայնացնի հենց երիտասարդին բնականորեն։ Չկա ձեր կարծիքով ընդդարմանալու վտանգ, երբ փոփոխությունը դանդաղ է եւ իրականում մենք ապրում ենք, այսինքն ժամանակակից երիտասարդությունը ապրում է հայաստանյան հասարակության զարգացման այն փուլում, երբ փոփոխությունները կյանքում առհասարակ լինում են եւ լինելու են դանդաղ։ Չեք տեսնում այստեղ իսկապես ընդդարմության վտանգ երիտասարդների համար, հատկապես երիտասարդների համար, որոնց դեպքում, ասենք, այդ пассивությունը կարող է ընդհանրապես փոխել նրանց բացասական իմաստով, փոխել կյանքի նկատմամբ հայացքը եւ այն կյանքը վաղվա, որը արդեն իսկապես նրանք պիտի կառուցեն։ Չէ, նման վտանգ չեմ տեսնում, կարծում եմ, որ արհեստական էլ կլինի այստեղ արհեստական process-ներ հրահրելը, բայց ինչու եմ ասում նման վտանգ չկա, որովհետև մենք վերջին տարիներին անընդհատ տեսել ենք այդպիսի երիտասարդական պոռթկումներ կապված տարբեր սոցիալ-քաղաքական հարցերի հետ, եւ այդ շարժումները բավականին արդյունավետ են եղել, այսինքն այս էլի այդ process-ի զարգացման հերթական փուլն է, որը բերելու է մի իրավիճակի, երբ մի խումբ երիտասարդներ կամ սուբյեկտներ սկսեն ավելի լուրջ խնդիրներ ձևակերպել, ավելի լուրջ խնդիրներ դնել իրենց առջև եւ հասարակության առջև, փորձել իրենց ձեռքի տակ եղած գործիքներով ազդել հանրային կարծիքի ձևավորման վրա եւ լուծել այդ խնդիրները։ Էլի process-ը, որը պետք է անպայման անցնենք։ Իսկ ինչ գործիք այսօր ունի երիտասարդությունը ձեր կարծիքով հենց հանրային կարծիք ձևավորելու կամ ազդելու եղած հանրային կարծիքի վրա կամ պարզապես իր կարծիքը արտահայտելու։ Այսօր 1-2 գործիքի մասին, նշանակալի գործիքների մասին կարելի է խոսել։ Իհարկե դա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն են եւ սոցիալական մեդիաներն են, որոնք թույլ են տալիս այդ կարծիքները փորձարկել տարբեր հարթակներում, քննարկել դրանք, հրահրել տարբեր բանավեճեր, փորձել գտնել ուրեմն ավելի լայն շրջանակների, ուրեմն կոնսենսուսային որոշում գտնել ավելի լայն շրջանակների համար, որպեսզի դա իջեցնեն ավելի մեծ ուրեմն հանրային կարծիքի վրա ազդելու հնարավորություն ունենան։ Այն մյուս գործիքներից է ուրեմն անշուշտ ուրեմն տարբեր շարժումները, հանրային քաղաքական միավորները, որոնք էլի զարգացման փուլում են ներկայում։ Խնդրեմ, Լևոն։ Շարունակելով այդ Արայիկի այն միտքը, որ մենք տեսնում ենք, որ ուսանողական այսպես երիտասարդական պոռթկումներ են լինում, ու փորձելով պատասխանել արդյոք երիտասարդությունը փակողմա թե չէ հարցին, կուզենայի այստեղ առանձնացնել երկու բան։ Պրակտիկաների առումով մենք խնդիր չունենք, այսինքն մենք վերջի տարիներին անընդհատ տեսնում ենք տարբեր երիտասարդների, ընդ որում չենք էլ կարող ասել, որ դրանք նույն երիտասարդներն են։ Բաղրամյանի վերջին դեպքերի հետ կապված մենք տեսանք, որ դրանք ոչ միայն նույն երիտասարդներ չեն, այլ նաև տարբեր, նույնիսկ իրար հետ հակադիր գաղափարական, մեթոդական տրամադրություններ ունեցող երիտասարդներ են։ Խնդիրը ինձ թվում է ոչ թե պրակտիկաների պակասն է, ու այս առումով մենք հաստատ փակուղում չենք, այլ խնդիրը դիսկուրսի մեջ է, թե մենք ինչպես ենք այդ ամեն ինչը ձևակերպում, ինչպես ենք փորձում այդ ամեն ինչը սահմանել, դրան անուն տալ։ Ինչպես մենք դա կսահմանենք, ինչպես դա կհասկանանք, այդպես էլ կկարողանանք արդեն հասկանալ փակում ենք, թե փակում չենք, ելք ունենք, թե չէ։ Հիմա տեսեք, մենք անընդհատ Հայաստանում կա տարածված քաղաքական պրակտիկա, երբ որ ինչ-որ շարժումներ են լինում, ցնցումներ, դրսևորումներ, միանգամից ձևավորում է մի միջավայր, որ կարծես սա առաջինն է, սա ֆենոմեն է եւ սրանից առաջ ոչ մի բան չի եղել։ Ու այդ պրակտիկայի մասնակիցները, չգիտեմ, ինտուիտիվ ենթագիտակցորեն պատմությունը սկսում են հաշվարկել իրենց պրակտիկայի թվից ու միանգամից սահմանազատում են, հետ չեն նայում։
Նաև այն պատճառով, որ այդ նախորդ խոսքումս նշեցի, կա ավակներին հակադրվելու, նախորդներին հակադրվելու շատ այսպես ըմբոստանալու տարբերվելու գոնե։ Ու այդ հակադրվելու արդյունքում մոռացում է նախկինը։ Իսկ այդպես չի, Հայաստանի ձևավորումը ինքը լի է սոցիալական Հայաստանը այդպես է անկախացել, այսինքն այդ երիտասարդական, սոցիալական, հետո արդեն նաև ավելի լայն ազգային այդ ընդվզումներով, շարժումներով, ու երբ որ մենք նայում ենք այդ մեր պատմությանը, այս երրորդ հանրապետության շատ կարճ պատմության է, 25 տարվա, մենք տեսնում ենք, որ անընդհատ կան այդ պրակտիկաները, ու ամեն նոր պրակտիկայի պարտքն է համարել նախորդի մասին մոռանալ, իրեն հայտարարել առաջինը։ Նախորդի փորձը, նախորդի ձախողումները, նախորդի հաջողությունները չքննարկելով, չմտածելով։ Միաժամանակ տեսել ենք ուրիշ բան, որ այդ պրակտիկաները երբ որ ավարտվել են ու եկել է ժամանակ այդ ամեն ինչը ձևակերպելու, հասկանալու, կոնսենսուսի գալու, մարդիկ ովքեր շատ այսպես էներգիայով լի եղել են այդ պրակտիկաների մեջ, հրաժարվել են, հիասթափվել են, ունեցել են ակնկալիքների ճգնաժամ, չեն հասել իրենց ուզածին, բայց այնպես չի որ անհաջողության են մատնվել։ Այսինքն խնդիր կա հասկանալ մենք ինչ ակնկալիքներ ունենք, ինչ հնարավորություններ եւ ցանկություններ։ Եթե մենք փորձենք այդ ամեն ինչը ներդաշնակել իրար, բնականաբար բազմաթիվ հաջողություններ կարող ենք ֆիքսել։ Իսկ եթե մեր ակնկալիքներն ու ցանկությունները մեր հնարավորություններից ավելի բարձր են սահմանում, բնականաբար անընդհատ հիասթափվելու ենք, ունենալու ենք այսպես կոլեկտիվ դեպրեսիա, ու մտածելու ենք, որ փակուղու մեջ ենք։ Շարունակում ենք զրուցել հանրային կարծիք եւ երիտասարդություն թեմայի շուրջ, տաղավարում մեզ հետ են մշակութաբան Լևոն Մարգարյանը եւ արևելագետ Երևանի պետական համալսարանի դասախոս Արայք Հարությունյանը։ Հաղորդման առաջին հատվածում նշեցիք, որ երիտասարդության այսպես հանրային տարածք դուրս գալու եւ հանրությանը իր կարծիքը ասելու փորձերի պակաս այդքան չունենք։ Կարելի է հիշել վերջին մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ օրինակներ, երբ երիտասարդությունն է փորձել հրապարակ դուրս բերել, հանրայնացնել իր տեսակետը եւ ազդել դրանով եղած հանրային կարծիքի վրա, բայց փաստորեն ունենք կարծես թե վերլուծության պակաս, այսինքն տեսական մտքի պակաս, ինչու ենք դա անում, ինչ ակնկալիքներ ունենք դրանից, որոնք են լինելու հետագա քայլերը, եթե հաջողի, եթե չհաջողի, որպեսզի հասկանանք մենք շարժում ունենք թե ոչ, այսինքն փոփոխություն կա թե ոչ։ Իսկ ձեր կարծիքով ով պիտի դա անի, այսինքն դա նույնպես երիտասարդության խնդիրն է, թե հենց այս դեպքում երիտասարդությանը պիտի միանան հանրային այլ ինստիտուտներ, որպեսզի պարապ տեղը չանցնի այդ ամեն ինչը եւ երիտասարդությունն էլ ի վերջո դրթիչ ուժ ունենա շարունակելու, որովհետև երիտասարդները բնականաբար ավելի էմոցիոնալ են, նրանք իրավունք ունեն եւ ավելի էմոցիոնալ լինելու եւ ավելի հաճախ սխալվելու։ Մենք հաճախ այս շարժումները վերլուծելիս շեշտը դնում ենք դրա բացասական կողմերի վրա ու ձախողումների վրա, քան դրական կողմերի վրա ու ձեռքբերումների վրա։ Ես կարծում եմ, այստեղ մեծագույն մենք խնդրեմ ունենք։ Նույն Մաշտոցի պուրակի օրինակը վերցնենք, հա, այստեղ երիտասարդությունը շատ մեծ դերակատարություն ունեցավ ու փաստացի նրանց հաջողվեց հասնել մի իրավիճակի, երբ երկրի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ եկան եւ հայտարարեցին, որ այդտեղ որևէ փոփոխություն տեղի չի ունենալու, Մաշտոցի պուրակը պահպանվելու է այնպես, ինչպիսին կա, բայց դա վերագրեցին իրենց եւ մենք վերլուծությունների ընթացքում տարբեր խմբեր վերլուծությունների ընթացքում սկսեցին այդ շարժումներին վերագրել տարբեր բացասական կողմներ, իբր այս ամեն ինչը ուրեմն կազմակերպվում էր վերևներից, որպեսզի վերջը այսպիսի լուծումներ տան, մենք պետք է այս տրամաբանությունը փոխենք եւ անընդհատ գանք այն մտքին ու շեշտենք նա, որ այս շարժումներն են, որ հասնում են տարբեր հաջողությունների, ստիպելով իշխանություններին օրինակ գնալ այդպիսի ոչ տրադիցիոն որոշումների։ Դա կլինի Մաշտոցի պուրակը, դա կլինի Էլեկտրիկ Երևանի հետ կապված լուծումները, թեպետ այնպես ամբողջական չէին այդ լուծումները եւ պահանջները ամբողջությամբ չկատարվեցին, բայց ինչ որ զիջումներ եղան այս առումով եւ մենք շեշտ այս հաջողությունների վրա պետք է դնենք, որպեսզի հնարավորություն ունենանք առաջ գնալ եւ արագ առաջ գնալ։ Խնդրեմ Լևոն։ Տեսեք, նախորդ խոսքը շարունակելով փորձեմ համացում բերել երկու պրակտիկաների ու
հասկանանք, թե ի վերջո ինչ արդյունավետություն ունեն այդ պրակտիկաները։ Մաշտոցի պուրակը եւ վերջինը Էլեկտրիկ Երևանը, չէ՞։ Էլեկտրիկ Երևանը իր տարբեր սոցիալական խավերի ներկայացածությամբ ավելի այսպես բազմազան էր, մարդկանց քանակով ավելի բազմազան էր, մեդիաների առումով, նաև դրսի մեդիաների առումով շատ այսպես հագեցած էր, անընդհատ ռեպորտաժներ էին արվում, ուղիղ եթեր կար միացած 24 ժամ տարբեր ինտերնետային կայքերով, հեռուստաալիքներով ու կար Մաշտոցի պուրակ, որը նաև տարածքով էր փոքր, մարդիկ էին քիչ, խնդիրը կարծես այնքան մեծ չէր, ինչքան Էլեկտրիկ Երևանում, բայց Մաշտոցի պուրակը մինչև հիմա նույնիսկ ինքը անընդհատ դառնում է քննարկումների թեմա, ինքը դարձել է քաղաքացիական ակտիվությունը, երիտասարդությունը հասկանալու համար Հայաստանում այսպես շատ մոդելային օրինակ։ Ինչի այդպես եղավ, որովհետև միայն պրակտիկայով չբավարարվեցին իրենք հենց երիտասարդները։ Մաշտոցի պուրակի ակցիայի օրերից արդեն այնտեղ քննարկումներ էին տեղի ունենում այն մասին, թե ինչ են անում իրենք այնտեղ։ Այնտեղ կար ազատ հարթակ, որտեղ տարբեր մարդիկ գալիս էին, փորձում էին խոսել ու դրանից հետո էլ Մաշտոցի պուրակը այդ քննարկումները, որոնք սկսվել էին այնտեղ, այդ քննարկումների շնորհիվ անընդհատ դարձավ քննարկվող, այսինքն երբ որ դու մի տեղ քննարկումը սկսում ես, տալիս ես հիմնական հարցերը, ով ենք մենք, ինչ ենք անում այստեղ, ինչ ենք անելու հետո, այդ քննարկումը դառնում է անվերջ ու վերածվում է դիսկուրսի, այսինքն հնչում են հակադիր պատասխաններ, հնչում են քննադատություններ ու քննարկումը շարունակվում է։ Էլեկտրիկ Երևանը չնայած պրակտիկայի առումով երևի սոցիալական շարժումներից այսպես ամենաբազմազանը, ամենագունեղը, ամենաէսթետիկականն էր, ամենակննարկվողը, բայց այդպիսի փորձ այնտեղ չեղավ, այսինքն ոչ մի բան չքննարկվեց, այդ ամեն ինչը այսպես շատ գեղեցիկ ըմբոս ժամանցի վերածվեց, ավարտվեց գնաց, ընդ որում հետագայում որ նայում ենք վերջին օրերը, թե այդ ամեն ինչը ինչպես էր փորձում ձևակերպվել, ակումուլացվեր, այդ ձևակերպումը հետագա ընթացքը ընդհանրապես բավական այսպես այդ նույն Արայիկի նշած կասկածելի տվեր գցելու տպավորություն էր թողնում, որ փորձեր արվում կարծես շարժման հաջողությունները անցնել, ավակներ հայտնվեցին այնտեղ, որոնք փորձեցին այսպես ակտիվությունը վերցնել իրենց ու վերջնական դրոշը իրենք տանել, էլի։ Դրա համար ինձ թվում է ամենակարևոր խնդիրը այստեղ որ մենք ունենք ընդհանրապես քաղաքական պրակտիկաների առումով, մասնավորապես այս երիտասարդության հետ կապված, դա այնա թե մենք ինչպես ենք խոսում այդ մասին եւ խոսում ենք արդյոք թե չենք խոսում։ Երիտասարդությունը ունի այդքան ներուժ ձեր կարծիքով խոսք ձևակերպելու, թե նրա գործը ըմբոստությունն է, իսկ խոսք ձևակերպելն արդեն կարելի է եւ դրանով չծանրաբեռնել նրան։ Իհարկե ճիշտ է, այստեղ արդեն ինստիտուտները այդտեղ պետք է աշխատեն, մասնավորապես հասարակական կազմակերպությունները, որոնք այդ ըմբոստությունների ժամանակ առաջ բերած խնդիրները պետք է ինստիտուցիոնալիզացնեն եւ արդեն փորձեն ինստիտուցիոնալ լուծումներ տալ այդ խնդիրներին, որովհետեւ մենք որ նայում ենք երիտասարդական շարժումներին, տեսնում ենք, որ դրանք սպոնտան, հախուռն ձևավորված շարժումներ են, հիմնականում էնտուզիազմի վրա, հիմնականում ուսանողների եւ ուրեմն տարբեր զբաղմունք ունեցող երիտասարդների կողմից, որոնք հավերժ չեն կարող մնալ հրապարակներում, հավերժ չեն կարող մնալ տարբեր հարթակներում եւ հավերժ նույն ուրեմն հաջողությամբ ու տեմպով տանել այդ շարժումը առաջ։ Այստեղ արդեն հասարակական տարբեր կազմակերպությունների հարցն է առաջ գալիս, որոնք նույնպես խնդիրներ ունեն ու այդ խնդիրները ձևակերպելու եւ արդեն ինստիտուցիոնալ լուծումների առաջ դնելու անհրաժեշտություն առաջացնեն։ Այս խնդիրները չեն լուծվում։ Դրա համար այդ Լևոնը որ ասեց, այդ խզվածությունն է առաջանում, այդ ժառանգականության բացակայությունն է առաջ գալիս, երբ որ մենք ստիպված ենք լինում ամեն շարժման ժամանակ սպիտակ թղթից նորից սկսել անցնել այդ բոլոր process-ները։ Լևոնը ասում է Էլեկտրիկ Երևանի ժամանակ քննարկում չկար, քննարկում փորձեցին անել, բայց քննարկում էին այն խնդիրները, որոնք արդեն Մաշտոցի պուրակում քննարկվել էին, դրանց լուծումները գտել էին, այսինքն երբ որ դու անընդհատ նույն բանը քննարկում ես, դու ստիպված ես լինում սպիտակ թերթից անընդհատ սկսել նոր շարժումը, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում այդ
հասարակական տարբեր զարգացումներ, այդ թվում նաև երիտասարդության շրջանում զարգացման առումով։ Կարելի է նկատել, որ երբ մենք խոսում ենք երիտասարդության ակտիվության մասին, իսկ երբ որ խոսում ենք երիտասարդության ակտիվության մասին, դա արդեն նշանակում է, որ մենք երիտասարդության մասին ենք խոսում, որտեղ դրանք անբաժանելի են կարծես թե пассив երիտասարդություն ինչ որ չի ընկալվում, բայց պիտի նկատել, որ այդ ակտիվությունը հիմնականում ցանկացած օրինակ, որ մեր մտքով կարող է անցնել եւ բերում ենք, դա հիմնականում վերաբերում է Երևանին, Երևանյան երիտասարդությանը, լավ թե վատ, պակաս հաջողություններով թե ավելին, համենայն դեպս նրանք գոնե հնարավորություն ունեն եւ մենք էլ հիմնականում հղում ենք անում Երևանյան երիտասարդությանը, երբ խոսում ենք շարժման կամ դրսևորման որևէ ձևի մասին երիտասարդի։ Ինչու՞։ Սա ավելի համակարգային խնդիր չէ։ Միթե երիտասարդներ ապրում են միայն մայրաքաղաքում, թե մենք չենք ճանաչում նրանց եւ նրանք էլ առանձնապես հարթակ չունեն դրսևորվելու եւ իրենց նույն հաջողությամբ իրենց պատկերացրած խնդիրների մասին խոսելու, այսինքն կարծիք հայտնելու։ Նույնիսկ մեդիա տարածքներում կարծես թե որքան էլ զարմանալի է, դա միայն աշխարհագրական ֆիզիկական հարթակների հետ կապված չէ, նույնիսկ մեդիա տարածքներում մարզային երիտասարդների ձայն քիչ է լսվում։ Քիչ է լսվում, բայց կա, ես անձամբ աշխատել եմ, շփվել եմ տարբեր այդպես մարզային երիտասարդական խմբերի հետ, որոնք վերջին տարիներին ավելի շատ են ու ավելի հստակ խնդիրներ են դնում, օրինակ մարզային ղեկավարություններ իրենց համայնքային ղեկավարների առջև, այստեղ օբյեկտիվ պրոցեսներ էլ կան, ակնհայտ է, որ մարզերի ակտիվ երիտասարդությունը էլի կուտակվում է Երևանում, որովհետև սովորում են այստեղի բուհերում, այստեղ տարբեր հանրային քաղաքական միավորներ ավելի շատ են, որտեղ իրենք կարող են դրսևորվել եւ ընդգրկվել։ Սա նույնպես օբյեկտիվ պրոցես է եւ գալիս է էլի սոցիալ-տնտեսական խնդիրներից, մարզերում իհարկե այս ոլորտը թույլ է զարգացած այդ պատճառով։ Այսինքն եթե մենք խնդրին անդրադառնում ենք, բնականաբար չենք կարծում, որ դրանում երիտասարդներն են մեղավոր։ Օբյեկտիվ է, բայց արդյոք լավ է, որ այդպես է։ Տեսեք, ընդհանրապես Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքը գերկենտրոնացած է Երևանում։ Ու ինչպես երիտասարդների ակտիվությունը մարզերում թույլ է Երևանում կենտրոնացված։ Այդպես բոլոր ոլորտները կարող ենք, այսինքն չկա այնպիսի մի ոլորտ, որը մենք ասենք, որ մարզերում հավասար կամ ախտորոշումը չլինի։ Բայց տեսեք, երբ որ քաղաքական ակտիվությունը տեղափոխվում է մարզեր, մենք այնտեղ տեսնում ենք այդ սոցիալական ակտիվությունը։ Կարող ենք հիշել անցյալ տարվա սկզբին Գյումրիում տեղի ունեցող այդ ակտիվությունը մենք տեսնենք, թե ինչպիսի երիտասարդություն կար, ու մենք նաև կարող ենք ֆիքսել, որ օրինակ ի տարբերություն Երևանյան այսպիսի երիտասարդական ընդվզումների, Գյումրիում կար այսպես շատ արտակուստ ավանդական թվացող երիտասարդություն, որը քաղաքական պրակտիկաներում, ակտիվություններում չէր երևացել ու հանկարծ հայտնվեց։ Այսինքն, եթե կա քաղաքական ակտիվություն, կա խնդիր, երիտասարդության արձագանքը միանգամից հայտնում է։ Քանի որ մարզերում չկա այդ ակտիվությունը եւ ակտիվությունը կենտրոնացած է Երևանում, մենք ակտիվությունը տեսնում ենք հենց Երևանում, բայց այնպես չի որ մարզերում չկան այդ երիտասարդական ակտիվ խմբեր։ Առնվազն ես գիտեմ, որ Գյումրիում եւ Վանաձորում կան։ Արմավիրում։ Մասնավորապես տեսնում եմ շատ այսպես Գյումրի այցերի ժամանակ, որ նույնիսկ Գյումրիում ավելի արդյունավետ են գործում իշխանությանը սեփական որոշումները, տեղական իշխանությանը սեփական որոշումներ երիտասարդական տարբեր խմբերի պարտադրելու մեխանիզմները, քան Երևանում, որտեղ Երևանում նաև կենտրոնացած է բարձրագույն իշխանությունը, իշխանության ինստանցիաները շատ են եւ շատ դժվարությամբ են որոշումները տեղ հասնում։ Իսկ փոքր քաղաքներում կա դրա ավելի հեշտ հնարավորությունը, մարդիկ քիչ են, իշխանությունը տեղական չունի այդպես աստիճանակարգումներ շատ եւ ակտիվությունները միանգամից շատ արագ գտնում են իրենց արձագանքը, պատասխանը, մերժվում են կամ շատ դեպքերում նաև ստանում են դրական արձագանք։ Եթե նայենք հանրային կարծիքի ազդեցությանը երիտասարդների վրա, ոչ թե հակառակը ինչպես երիտասարդները ազդում, ապա ձեր կարծիքով
կա այսօր մի բան, որ համենայն դեպս կամ մի շարք բաներ, որ հանրային կարծիքը պարտադրում է այսօր երիտասարդին։ Ինչպիսին լինել, ինչպես մտածել, ինչպես գործել։ Դպրոցն է, որը ես կարծում եմ մեծագույն խնդիրներից է, որ հիմա կա, որովհետև հստակ երբ որ երիտասարդը դուրս է գալիս դպրոցից, ինքը իր իրավունքներն ու պարտականությունները հստակ չի հասկանում։ Եվ իհարկե դա իր կայացման հետագա փուլերում էլ պետքա լինի այս process-ը, բայց հիմքը դրվում է դպրոցում։ Մենք այստեղ խնդրեմ ունենք, մենք այստեղ դասավանդման խնդրեմ ունենք, մենք այստեղ մասնագետների խնդրեմ ունենք եւ հետագայում մենք տեսնում ենք, որ այս process-ը, այս բացասական process-ը նաեւ հանրային կարծիքի ձևավորման վրա է ազդում։ Իհարկե արդեն բուհերում, արդեն լայն շփման մեջ այդ երիտասարդները փորձում են կայանալ, փորձում են այս գործիքները վերցնել, իրենց իրավունքները հասկանալ ու պարտականությունները հասկանալ, բայց մենք այս process-ները ավելի կարագացնենք, եթե փոխենք դպրոցի տրամաբանությունը եւ փորձենք այստեղ այս իրավունքների ու պարտականությունների կարեւորությունը բացատրել, նրանց սեփականությունը դարձնել եւ փորձել արդեն երիտասարդ, արդեն դպրոցից դուրս տարիքում ավելի խթանել նրանց ինքնազարգացումը եւ process-ների վրա ազդելու հնարավորությունները։ Դա բավարար է կարծում եք։ Այսինքն, երբ մարդը գիտի պարզապես իր իրավունքներն ու պարտականությունները, դա բավարար է, որպեսզի այսպես նա հանրային կարծիքի հետ մի քիչ կարողանա հավասարակշռված լինել, որտեղ ինչ որտեղ լավ է, երբ հանրային կարծիքը ազդում է մարդու վրա եւ նրան այսպես նորմավորում է, ինչ որտեղ էլ վատ է, որովհետեւ կարող է պիտի չազդի եւ պիտի հակառակը այդ նորմը արդեն պիտի փոխվի, պետք չի պարտադրել այդ նորմը։ Այստեղ պարտադրելու խնդիր չի, այստեղ ուղղակի այդ գործիքների, այդ գիտելիքի տալու խնդիր է, որը մեզանում այդպես թերանում ենք սրանում, որովհետև ես բուհում տեսնում եմ, թե ուսանողը ինքը ինչ զարգացում է ապրում, եւ իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ process-ը, այդ զարգացման process-ը հանրային կարծիքի ձևավորման վրա իր ազդելու հնարավորությունները ավելի մեծ կլինեն, եթե ինքը դպրոցից այլ պաշարով գա։ Ձեր կարծիքով է, Լևոն։ Ես կարծում եմ, այս դպրոցից դուրս մեր կյանքը կարծում եմ շատ ավելի հարուստ է, քան դե բնականաբար համալսարաններում արդեն ավելի նկատի չունեի կրթական համակարգ, կրթական համակարգից դուրս էլ կա հանրային որոշակի կարծիք եւ կարծրատիպ, որը երբեմն շատ ավելի է պայմանավորում վարքի ձևերը նոր սերնդի, քան թե այն ինչ որ նրան դասավանդել են դպրոցում լավ կամ վատ։ Տեսեք, մենք որ ասում ենք հանրային կարծիքի երիտասարդության վրա ազդել, այստեղ հանրային բառը նույն հանրային բառը չի, ինչ մենք մի քիչ առաջ քննարկում ենք, այստեղ հանրայինը հասարակությունն է կամ ավելի, եթե այսպես փորձենք մեր պատմությանը նայելով ձևակերպել, դա համայնքի կարծիքն է, որովհետև մենք շատ տարիներ պետականություն չենք ունեցել եւ որոշել է համայնքը։ Հիմա այդ կոլեկտիվ համայնքի կարծիքն է, բայց քանի որ հիմա արդեն ունենք պետություն, որը ներկայացնում է մեկ այլ կոլեկտիվ ինստիտուտ, ինքը պետք է փորձի լուծել այդ խնդիրները, այսինքն եթե նա պիտի հաղթի համայնքին, ստացվում է այդպես, եթե պետությունը կա, ուրեմն նրա կարծիքը, այսինքն իսկապես հանրայինը պիտի ավելի գերակա լինի, քան ավանդական համայնքայինը։ Միանշանակ, որտեղ պետությունը Բայց այդ պայքարը կա այսօր, թե մենք դրանք երկուսը կարծես համերաշխապրում են։ Պետությունը ավելի մոդեռն կոլեկտիվ ինստիտուտ է, քան համայնքը, բայց կարծում եմ չնայած անկախության առաջի տարիներին օրինակ կային այդ ռոմանտիկ ցանկություններ, որ կառուցվեր պես բավական մոդեռն պետություն, բայց իրականությունը օբյեկտիվ նաև ստիպեց, որ պետությունն այսօր շատ համայնական կոդեր, մեխանիզմներ, նույն քաղաքական process-ներում գործիքներ վերցրեց ու սկսեց օգտագործել նաև ինքն իր վերարտադրման եւ զարգացման համար։ Այսինքն այստեղ փաստորեն մենք ունենք, եթե փորձենք հասկանալ, 3 բան, հիմնական խաղացող համայնքը, պետությունը եւ այս նոր ձևավորող հանրային կարծիքը, արդեն քաղաքացիական ակտիվությունների կոնտեքստում։ Ու ես 3-ը իրար մեջ այնպես չի որ շատ այսպես արճակատման մեջ են, բայց
մանևրում են իրար հետ ու նաև իրարից փոխազդվում են, իրարից վերցնում են, մենք գտնում ենք այսպես շատ քաոտիկ process-ի մեջ, որ հստակ նույնիսկ հակադրություն չունենք։ Կա բախում կամ չկա բախում, հստակ սահմաններ գծել, սև սպիտակ շատ դժվար է։ Եվ ինչպես է ձեր կարծիքով կողմնորոշվում այդ իրավիճակում երիտասարդը, որը ենթադրենք այդ պահին ընտրում է իր քաղաքացիական դրսևորման ձևը եւ չափը, անհատական դրսևորման ձևը եւ չափը, ենթադրենք քաղաքական հայացքները, ի վերջո մարդը ձևավորվում է որպես լիարժեք քաղաքացի։ Այստեղ ընդհանրական իմ կարծիքով այդպես որոշումներ չեն կայացվում, ավելի շատ անհատական, դա կապված է այն միջավայրից, որտեղից դուրս է եկել երիտասարդը, այն համայնքից, որտեղից դուրս է եկել, այն ընտանիքից, այն դպրոցից, այսինքն այս ամեն ինչը ազդում է երիտասարդի վրա ու այստեղ ասել թե երիտասարդը կոնկրետ իրավիճակում ինչ լուծումներ է տալիս կամ ինչպես է դրսևորվում, մի քիչ ընդհանրական բնութագրեր սրան դժվար է տալ իհարկե։ Խնդրեմ եք լրացում։ Տեսեք, էլի վերադառնանք Էլեկտրիկ Երևան ու փորձենք հասկանալ հարթակից դուրս թե ովքեր էին, այսպես, հրապարակում կանգնած մարդիկ, այնտեղ կային մարդիկ, ովքեր ընդհանրապես երիտասարդներ, ովքեր առօրյա քաղաքական պրակտիկաներում չեն եղել, բայց իրենք կային այնտեղ ու իրենք այն երիտասարդներն են, որոնք աշխատում են օրինակ IT ոլորտում։ Մարդիկ, ովքեր փորձել են, գտել են իրենց աշխատանքը, այսինքն մասնագիտորեն կայացել են, նաև կայացել են տնտեսապես, իրենց մտածելակերպը խիստ տարբերվում է այն երիտասարդներից, ովքեր իրենց տնտեսական, մասնագիտական եւ անձնական կայացմանը հասել են իրենց ընտանեկան կապերի շնորհիվ։ Այստեղ խնդիր կա, այսինքն լրիվ համաձայն եմ Արայիկին կարծիքի հետ, որ մոտիվացիաները միայն անհատական են, այսինքն որտեղ ինչ միջավայրից ես դուրս եկել, այդ պահին ինչ միջավայրում ես գտնվում, ինչ տնտեսական, սոցիալական ստատուս ունես, ինչպես ես դրան հասել։ Ու իհարկե դժվար կլինի բոլոր մասնակիցներին, ասենք, ակտիվությունների գտնել եւ փորձել բարձել իրենց մոտիվացիաները, իրենց անցյալը կամ ինչպես են իրենք հասել հաջողությունների, իրենց սոցիալական ստատուսը ինչպես են ձևակերպել, բայց ընդհանուր գնահատականը այս առաջի հայացքից հստակ ցույց է տալիս, որ եթե մենք տեսնենք թե ովքեր ինչ ճանապարհով են հասել, կհասկանանք խնդիրը, որ այն երիտասարդները, ովքեր իրենցով կայացել են, իրենք նաև շատ ազատ են գնալու, գտնվելու, փորձելու, էքսպերիմենտ անելու այդ քաղաքական պրակտիկաների մեջ, նույնիսկ առանց շատ խորը գաղափարական, քաղաքագիտական գիտելիքների կամ հակումների։ Պարզապես պրակտիկայի մակարդակում իրենք կարող են առաջի քայլը իրենց թույլ տալ անել։ Թե մնա հետո ինչ կլինի, դա արդեն ավելի այսպես բարդ ու այս թեմային չվերաբերվող հարց է։ Կարող ենք նաև երբ որ այս process-ը էվոլյուցիան երիտասարդական տարբեր շարժումների կազմակերպությունների նայում ենք, տեսնում ենք, որ բովանդակային առումով էլ լուրջ փոփոխություն կա եւ քանակական առումով լուրջ փոփոխություն կա, ինչը հուսադրող է։ Ասենք, չգիտեմ, այնտեղ եթե նայենք 2006-7 թվականից սկսել է, հիմա հետո Մաշտոցի պուրակ, հետո տարբեր շարժումներ, կտեսնենք, որ ընդգրկումը արդեն բովանդակային եւ որակական առումով տարբերվում է եւ ավելի մեծ է։ Դրա համար Լևոնը ճիշտ ասեց սկզբում, մենք այս process-ների մեջ ենք, մեզ թվում է, որ այդ process-ները դանդաղ են, թմբիրի մեջ ընկնելու վտանգ կա, բայց դրանց բազմազանությունն ու քանակը արդեն ցույց է տալիս, որ զարգացումը ավելի արագ է գնում եւ այստեղ լուրջ զարգացումներ կարող ենք ապագայում սպասել։ Շատ լավ, իսկապես թվում է, երբ վիճակը անհուսալի է լինում, միշտ բոլորը հողում են անում, որ մեր հույսը մնում են երիտասարդները, սա հաճախ հնչող արտահայտություն է վերջին երևի մի 2 տասնամյակում, առաջին հայացքից կարծես դա այսպես հանիրավի գերբեռնում է երիտասարդներին, որ նրանք պիտի փոխեն, բայց մյուս կողմից էլ հնարավորություն է, այսինքն այդ հույսը նաև հնարավորություն է տալիս, որ նրանք ի վերջո գործեն։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Երրորդ հազարամյակի տաղավարում հանրային կարծիք թեման կշարունակվի։ Ամենայն բարիք։